ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ժամանակին ստեղծվել էր Արցախյան խնդրի կարգավորման նպատակով, Ադրբեջանի պահանջով լուծարվել է։ Արդյոք դա նշանակում է, որ արցախահայերի հայրենիք վերադառնալու հեռանկարի վրա վերջնականապես խաչ է դրվում։ Արդյոք ուժը կկորցնեն միջազգային դատարանի Բաքվին ուղղված պահանջները։ Արդյոք արցախահայերը կզրկվեն իրենց գույքային իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։ Եթերում հեռանկար բանավեճն է ակտուալ թեմաների համապարփակ քննարկմամբ։ Ինչպես գիտեք, սեպտեմբերի 1-ից ԵԱՀԿ Մինսկի խումբը այլևս գոյություն չունի։ Դա հերթական պահանջն էր, որը կատարեց Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի նախաստորագրմանը նախորդած բանակցությունների ժամանակ։ Այդ որոշումը տարբեր գնահատականների է արժանացել Հայաստանի փորձագիտական հանրության շրջանակներում։ Մեր այսօրվա բանավեճի մասնակիցները կարծում եմ նույնպես հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ կունենան։ Ներկայացնեմ զրուցակիցներիս։ Ավանդանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյան եւ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյան։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ձևաչափին ծանոթ եք, եղել եք այս հաղորդաշարի հյուստ, նախ ծանոթանանք տեսանյութին, որը գործընկերս պատրաստել է, եւ անցնենք զրույցին։ ԵԱՀԿ Մինսկի խումբը Արցախյան հակամարտության կարգավորման հիմնական ձևաչափն էր 1992-ից ի վեր։ Դրա գլխավոր գործառույթը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն էր, խրախուսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկխոսությունը։ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Ֆրանսիա, ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում եռանախագահող այս երկրներից բացի ընդգրկված էին եւս 9 պետություններ։ Սկզբում դիվանագիտական թեժ պայքար է ընթացել, թե որ երկրները պետք է ընդգրկվեին Մինսկի խմբի կազմում։ Մասնավորապես հայկական կողմը դեմ էր Թուրքիայի ներգրավմանը, ինչին բնականաբար կողմ էր Ադրբեջանը։ Բաքուն իր հերթին չէր ցանկանում խմբում տեսնել Ֆրանսիային եւ Իտալիային միաժամանակ առաջարկելով Մեծ Բրիտանիայի թեկնածությունը։ 90-ականներից սկսած Մինսկի խմբի համանախագահող երկրների պաշտոնյաները բազմաթիվ հանդիպումներ էին ունենում կողմերի հետ, ներկայացնելով նաև գրավոր առաջարկներ։ 1997 թվականի հուլիսին կողմերին առաջարկվել է այսպես կոչված փաթեթային, իսկ նույն տարվա դեկտեմբերին փուլային տարբերակը։ 1998 թվականի վերջին համանախագահները հանդես եկան ընդհանուր պետության գաղափարով։ 2001-ին նախ Ադրբեջանը, ապա Հայաստանը գաղտնազերծեցին այս 3 առաջարկները։ Մինսկի խմբի մասնակցությունը շատ ակտիվ էր շուրջ 30 տարի, չնայած այդ ընթացքում եռանախագահող երկրները մի քանի անգամ փոխեցին իրենց ներկայացուցիչներին։ Վերջիններս Հայաստանից ու Ադրբեջանից բացի հանդիպումներ էին ունենում նաև Արցախում, կողմերին ներկայացնելով խնդրի կարգավորման տարբեր առաջարկներ։ 2001-ին Քիվեստում, երբ հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, թվում էր իրավիճակը շատ մոտ է հանգուցալուծման, բայց դա տեղի չունեցավ։ Ադրբեջանը պետք է իրավունք ստանար Հայաստանի Հանրապետության տարածքով անխափան կապ հաստատել Նախիջևանի հետ։ Տարածքների վերադարձի հարցը պետք է քննարկվեր միայն Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո։ Սակայն Բաքու վերադառնալուց եւ ներքին քննարկումներ անցկացնելուց հետո Հեյդար Ալիևը հետ քայլ արեց։ Այդուհանդերձ համանախագահների աշխատանքը կանգ չառավ։ Հաջորդող տարիներին ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին նոր առաջարկներ ներկայացրեց։ Հայտնիներից մեկը մադրիդյան սկզբունքներն էր, որի հիման վրա կազմվեց Կազանի փաստաթուղթը։ Թվում էր այս անգամ եւս խնդիրը մոտ է կարգավորելուն, բայց Ադրբեջանը Կազան եկավ մոտ 10 նոր պահանջներ ներկայացնելով։ Կազանը եւս չստացվեց, Մինսկի խումբն էլ շարունակեց աշխատանքը, որը կարևորում էր եւ միջազգային հանրությունը եւ Հայաստանը։ Այնինչ Ադրբեջանը մի քանի անգամ փորձեց ստվեր գցել համանախագահների աշխատանքի վրա։ Գործնականում հանդիպումները շարունակվում էին, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների աշխատանքը շոշափելի արդյունք չգրանցեց։ 44-օրյա պատերազմը գործնականում փոխեց իրավիճակը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված աշխատանքում։ Դա առավել ընդգծվեց 44-օրյա պատերազմից հետո, երբ Բաքուն ուղղակի անտեսեց Մինսկի խմբի գործունեությունը, նրանց մեղադրելով կարգավորման գործընթացի ձախողման մեջ։ 2020-ի պատերազմի առաջին իսկ օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ղեկավարների մակարդակով խստորեն դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը։ Պատերազմից 1 տարի անց Մինսկի խումբը Նյու Յորքում կազմակերպեց Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Համանախագահներն ու արտգործնախարարները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չկարգավորված կարևոր հարցերի լայն շրջանակ, առաջարկել են հատուկ թիրախային միջոցներ իրադրության ապա էսկալացիայի նպատակով, ինչպես նաեւ հնարավոր հետագա քայլերը։
Այդ ժամանակ ևս համանախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը ԵԱՀԿ մանդատի համաձայն շարունակել կողմերի հետ աշխատանքը գտնելու համապարփակ լուծումներ մնացած բոլոր հարցերին, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ դրա հետևանքներին։ Չնայած այս ամենին ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը կանգ առավ հատկապես Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո, երբ առավել սրվեցին Ռուսաստանի ու հավաքական արևմուտքի հարաբերությունները։ Առանց այդ էլ Մինսկի խումբը անընդհատ հեղինակազրկել ցանկացող Բաքուն Երևանի հետ ընթացող խաղաղության պայմանագրի բանակցություններում մի քանի անգամ առաջ քաշեց ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցը, դրա համար առաջարկելով Հայաստանի հետ համատեղ դիմել այն լուծարելու հարցով։ 2024-ի տարեվերջին Armenpress-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետ Փաշինյանը նշել էր. կառուցողական։ Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը։ Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, եւ նրա մղումը, ասենք օրինակ, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ։ Գործնականում ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեց գոյություն ունենալ սեպտեմբերի 1-ից։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ դիմումով դիմեցին ԵԱՀԿ ղեկավարությանը, խնդրելով լուծարել Մինսկի խումբը։ ԵԱՀԿ գործող նախագահի Մինսկի անդամ բոլոր պետությունների հետ ունեցած խորհրդակցություններից հետո բոլորը ի գիտություն ընդունեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների դիմումը եւ առարկություն չունեցան։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունները պաշտոնապես նամակներ են ստացել, որոնցում հաստատվում է Մինսկի խումբը այլևս չկա։ Դե ինչպես գործընկերոջս տեսանյութից համոզվեցինք, մի քանի անգամ Մինսկի խումբը կարծես թե մոտ էր ինչ-որ հանգուցալուծմանը։ Արդյոք կարող ենք արդյունավետ համարել այդ Ատյանի գործունեությունը։ Ոչ մի դեպքում չենք կարող արդյունավետ համարել այդ Ատյանի գործունեությունը, գոնե Հայաստանի շահերի տեսակետից, որովհետև արդյունքները մենք տեսնում ենք այդ Ատյանի գործունեության։ Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը դեռ հույս կար, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի տրամաբանությունը կարող է փոխվել։ Իսկ ինչու կարող է փոխվել, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ամբողջապես վերաբերվում էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Ղարաբաղյան կոնֆլիկտի հանգուցալուծանը։ Շատ կարևոր է այստեղ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, որովհետեւ այն, որ Հայաստանի տարբեր իշխանություններ, այդ թվում եւ այս իշխանությունները եւ դրանից առաջ բոլոր իշխանությունները մեզ պատմում էին, թե Ղարաբաղյան կոնֆլիկտը դա իրավունքների հարց է, Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի միջև խնդիր է, Հայաստանը ընդհանրապես անվտանգության երաշխավոր է եւ այլն, փաստացի միջազգային հանրության մոտ որևէ ընկալում չէր գտնում եւ կոնֆլիկտը գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության տրամաբանության մեջ վերաբերում էր Հայաստանի եւ Ադրբեջանի։ Դրա մասն է վկայում նաեւ տեսանյութը, որը քիչ առաջ մենք դիտեցինք, որտեղ մենք բազմաթիվ անգամներ տեսնում ենք կողմերի արտահայտությունը, կողմերի շրջանակում Հայաստանը պարտադիր ներկա է, կարող ենք ասել, որ Արցախել էին գնում, Արցախի հետ էին խոսում, բայց Հայաստանը կողմերից մեկն էր եւ քանի որ ճանաչված սուբյեկտներ Հայաստանը եւ Ադրբեջանն էին, ապա միջազգային իրավունքի եւ միջազգային քաղաքական տեսանկյուններից կողմերը Հայաստանը եւ Ադրբեջանն էին։ Այս մանդատում հստակ ասվում էր, որ Ղարաբաղյան խնդիրը լուծելու նպատակով է ստեղծվել այս այո, Ղարաբաղյան խնդիրը լուծելու ում միջև, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Տեսեք, գոյություն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ հասկացություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին 11 պետություններ, որտեղ երկու անդամի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Ղարաբաղյան կոնֆլիկտը են լուծում։ Գոնե մինչև գոնե 2000-ական թվականներից հետո այս տրամաբանությունը նույնիսկ չի վիճարկվել, գուցե Հայաստանի կողմից որոշ փորձեր արվել են խոսելու այն մասին, որ ամեն դեպքում սա Ղարաբաղի ադրբեջանական հակամարտություն է, բայց ամբողջ աշխարհը ում հետ որ շփվում ենք, ում հետ որ հարաբերություններ ենք փորձում զարգացնել, ինչ փաստաթղթեր որ բարձրացնում ենք, խնդիրը տեսնում էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո արդեն բացարձակապես հույս չկար, որ կարելի կլինի այս տրամաբանությունը փոխել։ Այսինքն սպասելիք չէին կարող ունենային 2020
թվականից նոյեմբերի 10-ից հետո այլևս ոչ։ Եվ հենց դրա համար ես վերջացնեմ, հենց դրա համար 2022 թվականից ես նշել եմ, որ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ դուրս հանել Հայաստանը Ղարաբաղի ադրբեջանական կոնֆլիկտի տրամաբանությունից։ Ձեր տեսակետը հասկանալի է։ Արդյոք իմաստ ուներ սպասել, որ եթե չլիներ Արցախյան երկրորդ պատերազմը, միգուցե Մինսկի խումբը կարողանար գտնել մի բանաձև, որը ընդունելի լիներ եւ հաջողվեր կարգավորման հասնել։ Գիտեք, խնդիրը սրանում է, որ Մինսկի խմբի աշխատանքների արդյունավետության նվազեցումը անմիջապես կապված է Փաշինյանի իշխանության գալու հետ եւ պատերազմի բռնկումը, պատերազմի տեղի ունենալը կապված է բանակցային գործընթացի խաթարման եւ Մինսկի խմբի արդյունավետության իջեցման հետ։ Մինչև 18-ը շատ արդյունավետ էր։ Մինչև 18-ը համենայն դեպս հայկական կողմի համար սկզբունքների շրջանակներում, մադրիդյան սկզբունքների շրջանակներում չենք կարող ասել, որ մեր երազած փաստաթուղթն էր, բայց Հայաստանի համար եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար կային ամրագրված բարենպաստ դրույթներ։ Ես ավելին ասեմ, 2016 թվականի եւ 17 թվականի Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Փարիզ այդ հանդիպումների համանախագահության շրջանակներում ֆիքսված էին սկզբունքներ, որոնք կաշկանդում էին Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների մեջ։ Դրանք վերաբերում էին Ղարաբաղի ադրբեջանական շփման գծում, հրադադարի ռեժիմի մշտադիտարկման, ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցիչի մոնիտորինգի կարողությունների ընդլայնման, հետաքննությունների մեխանիզմների հետ կապված արտավորություններ, որոնք անշուշտ ձեռքբերումներ էին։ Իսկ երբ որ ինչ եղավ Մինսկի խմբի հետ, երբ որ Փաշինյանը եկավ իշխանության, ես պետք է խնդրեմ, որ 1-2 բան հիշենք, էլի։ 2018 թվականի մայիսի 9-ին նա Արցախում մի հայտարարություն արեց, որ ինքը կարող է լիարժեք բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, իսկ Արցախի անունից պետք է բանակցի Արցախի նախագահը։ Արդեն իսկ սրանով մարտահրավեր նետելով այդ տվյալ ձևաչափին 7.5 տարվա ընթացքում Փաշինյանը իր իշխանության 7.5 տարվա ընթացքում 30 անգամ Ալիևի հետ հանդիպել է, որից մի անգամն է ընդամենը եղել, որ Մինսկի խմբի համանախագահության այդ շրջանակներում է հանդիպել։ Դա եղել 2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում։ Դրանից առաջ դեռ Իրանում, Իսլամական Հանրապետությունում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նորից կասկածի տակ է դրել, ասելով, որ դեռ մենք պետք է քննարկենք այդ ֆորմատի արդյունավետության հարցը, այսինքն երկրորդ անգամ մարտահրավեր նետելով Մինսկի խմբին առանց էթիկայի պարզ կանոններ պահպանելու եւ կողմերի հետ համանախագահ հեղինակավոր երկրների հետ, ուրեմն Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ եւ Ռուսաստանի հետ այս ամեն ինչը համաձայնեցնելու ֆորմատը ձևափոխելու այսպիսի մարտահրավեր են նետում եւ դրանից հետո էլ մարտի 29-ից հետո էլ ապրիլի 7-ին երկրակամավորականների միության համագումարում ասում է հələ մենք պետք է հասկանանք դեռ հարց է այդ մադրիդյան սկզբունքները մեզ բավարարում են թե ոչ մենք չգիտենք Ալիևը ինչ է մտածում ինչ կարծիք ունի այդ մադրիդյան սկզբունքների վերաբերյալ եւ այսպիսով բանակցային գործընթացը փաստորեն խաթարելով հասցնում է մի վիճակի, որտեղ տեղի է ունենում, որից հետո պատերազմը բերում է թուլացում եւ թուլացումից հետո սասանված միջազգային դիրքերով մտնում են նոր գործընթացի մեջ եւ մեղքը գցենք ուրեմն միջազգային կառույցների վրա, դա ես արդար չեմ համարում։ Հասկանալի։ Ռոբերտ, եթե դուք համարում եք, որ Մինսկի խմբի գոյությունը արդեն հակասում էր Հայաստանի շահերին, այդ դեպքում ինչու էր հենց Ադրբեջանը ցանկացած գնով փորձում հասնել, որ օր առաջ Մինսկի խումբը լուծարվի։ Նախ ես պիտի արձագանքեմ, նախ ցանկանում նշել, որ գործընկերս խոսում է հայտարարություններից, էթիկայի նորմերից եւ այլն, բայց ես կառաջարկի ուշադրություն դարձնել փաստերին։ Նախ 2016 թվականի պատերազմը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ձեր նշած մադրիդյան սկզբունքներով կամ դրա հետևանք Կազանի տապալված հանդիպումից հետո 4-5 տարի որևէ զարգացում տեղի չէր ունենում, փաստացի գործընթացը լճացել էր։ Մինսկի խումբը չէր կարողանում ոչինչ առաջարկել, որի շուրջ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության կարողանային գալ։ Դրանից հետո տեղի ունեցած ձեր նշած այն համաձայնությունները, որոնք Վիեննայում, հետո Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցան, որևէ հետևանք չունեցան եւ նույնիսկ մինչեւ 2018 թվականը Ադրբեջանը արդեն հրաժարվել էր թե մոնիտորինգից, թե ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի, թե մոնիտորինգային գործընթացներից, թե ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի մոնիտորինգից։ Եվ այն ինչի մասին դուք ներկայացնում եք, այն ինչի մասին դուք խոսում եք, չի նշանակում, որ Հայաստանից ինչ որ մեկը
փչացրեց միջազգային, ինչպես դուք եք ասում, միջազգային հեղինակությունը կամ նվազեցրեց միջազգային հեղինակությունը եւ այդ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ իր գործունեությունը այնպես կատարել, որպեսզի պատերազմը չսկսվի։ Եթե այդպես էր, ապա 2016-ին էլ դա չէր լինի, որովհետեւ մադրիդյան սկզբունքները այնուամենայնիվ մնում էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խնդրի լուծման որպես կարևորագույն գործոն։ Բայց եկեք ուշադրություն դարձնենք 44-օրյա պատերազմին։ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Մինսկի խմբի կողմից կազմակերպված 3 անգամ համաձայնություն, որը չի կատարվել Ադրբեջանի կողմից, եւ բոլոր 3 անգամները համաձայնությունը եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Որևէ անգամ Ադրբեջանի, որևէ Արցախին, որևէ մեկը չի հարցրել, նրանք համաձայն են այդ պայմաններին համաձայնության, թե համաձայն չեն։ Ի վերջո եղել է նոյեմբերի 9-ի հայտարարություն, որտեղ կողմերը Հայաստանը եւ Ադրբեջանն էին։ Արցախ նորից չկար։ Արցախի մասին կար խոսք, բայց Արցախը կողմ չէր եւ Արցախի համաձայնությունը որևէ մեկը չէր հարցնում։ Ստորագրությունը դրել են, ինչպես գիտեք, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարները։ Այս ամենը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը արդեն այս կոնֆլիկտը դարձրել էր եւ բավական վաղուց էր դարձել։ Իրականում ես նշեցի 2000-ականների սկզբից այն տրամաբանության մեջ, որ այստեղ կողմերը Հայաստանը եւ Ադրբեջանը։ Այդ դեպքում կրկին հիշեցնեմ հարցը։ Ինչու էր Ադրբեջանը ցկտում օր առաջ հասնել, եթե Հայաստանի շահերին եւս հակասում։ Ես նշեմ, թե ինչու էր Ադրբեջանը ցկտում եւ ինչու է այսօր Ադրբեջանը ողջևորվել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չկա, որովհետեւ Ադրբեջանի համար եւս խնդիրը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև էր։ Եվ եթե Հայաստանը կոնֆլիկտի տրամաբանությունից դուրս է գալիս, Ադրբեջանում կարծում եմ, որ խնդիրը լուծվում է։ Իրենք չեն հավատում եւ երբեք չեն հավատացել, որ Արցախը կարող է ինքնուրույն Ադրբեջանի հետ խնդիր ունենալ։ Այսինքն Հայաստանի ու Ադրբեջանի շահերը համընկնում են եւ ինչ որ մեկ ուրիշ երրորդ երկրի շահերին են քաշում միասին։ Ես նման բան չասացի, չգիտեմ ինչուց այդպիսի տպավորություն ստեղծվեց։ Հայաստանի եւ Ադրբեջանի շահերը չեն համընկնում։ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից շահերի ընկալումներն են համընկնում։ Այսինքն օբյեկտիվորեն կներեք, Հայաստանի շահը օբյեկտիվորեն Մինսկի խումբը լուծարելն էր, Ադրբեջանի շահն էր լուծարելը, բայց Հայաստանը իր օբյեկտիվ շահը չէր գիտակցում, ասում էր չլուծարենք, Ադրբեջանը գիտակցում էր, ասում էր լուծարենք։ Բա ինչ, ասելա լուծարենք։ Հայաստանի ես ամեն դեպքում որպես փորձագետ արդեն 3 տարի պնդում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարել։ Հայաստանի Հանրապետությունն երբեք չեն ասել այն մասին, որ չեն ցանկանում լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ես 2022 թվականից հետո, գոնե 2022 թվականի հոկտեմբերից հետո ես նման հայտարարություն չեմ լսել, որ իրենք չեն ցանկանում լուծարել։ Ես կներեք, այս իշխանությունների դիրքորոշումների հետ կապված այստեղ որպես հաստատող չեմ եկել, էլի։ Չի, իշխանությունների դիրքորոշում չի, այդ դեպքում ում խոսքը հավանաբար արմատական ինտեգրացիա 3 տարվա մեջ եք պարզապես նայում։ Ես մի քիչ ավելի լայն կտրվածքի մեջ եմ նայում։ Հոկտեմբերից հետո աշխարհակաղական իրավիճակ է։ Որ ասում եք փաստերը, բնականաբար փաստեր շատ կան, փաստեր ես էլ եմ հիշում 2016-ին էլ նույն Ալիևն ասում էր ինձ ստիպում են փակ դռների հետևում ճանաչել Արցախը։ Այդ նորից խոսում եք թե ով ինչ էր ասում։ Այդ փաստներն դարձեք ինչ է տեղի ունեցել։ Գիտեք, կոնֆլիկտները այսպես турքցի տոպրակը այդ ձևով չեն լուծվում, դուք շատ լավ գիտեք, չէ՞, ասենք Քաշմիրի կոնֆլիկտի երկարությունը գիտեք, Կիպրոսի կոնֆլիկտի երկարությունը գիտեք, որ ինչ որ ժամանակ թեկուզ տևական ժամանակ չեն լուծում, այդ չի նշանակում, որ պետքա փակենք, լուծարենք։ Մանավանդ որ կոնֆլիկտի մի հատ փուլ է տեղի ունեցել, որտեղ տեղի են ունեցել հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, որից հետո այդ հանցագործությունները պատժել է դեռևս պետ, որից հետո մարդկանց տեղահանման, գույքի կորուստի, հավաքական իրավունքների վերականգնման քայլեր են պետք կատարել։ Ու այս պարագայում մենք ասում ենք Հայաստանն ասում է, գիտեք ինչ կա, մոտավորապես եթե կենցաղային դաշտ բերենք, գալիս է այսպես։ Մեկի հարազատին սպանում են, այդ մյուսը ասում է, դե լավ, քանի որ ասում է հարազատս էլ չի վերակենդանանալու, քանի որ արդեն մեռել է, պրծել է, գնամ սպանողի հետ հաշտվեմ, այս քնչական խումբն էլ բան անենք, լուծարենք, թողել քննություն բան չլինի, որևէ հասցեագրում եթե կենցաղային մակարդակ եք բերում, ես հակընդդեմ հարց եմ ցանկանում տալ, իսկ եթե այդ մեկը գիտի, որ ինքը չունի այլ ռեսուրս այս իրավիճակում, չի գնում բարեկամանալու, բա խաղաղության ու բանի համաձայնագիր են կնքում, բա ո՞րն է նպատակը, շնամանալն է, բա ի՞նչ է, բա իհարկե, տեսեք, բա ի՞նչ է, ինչի են գնում, եթե ասենք իմ նշած տրամաբանությունը հետևյալն է, գոյություն ունի Արցախի ժողովրդի իրավունք, որևէ մեկը, այդ դեպքում Հայաստանի ղեկավարությունը չի կարող այդ իրավունքը վերացնել։ Բայց Հայաստանի Հանրապետությունը կարող է չմասնակցել այդ գործընթացին։ Չօգնել այդ գործընթացին։ Կարող է չօգնել այդ գործընթացին։ Պետք է օգնի, թե պետք է չօգնի, Ռոբերտ։ Դուք քիչ առաջ մի հայտարարություն արեցիք առայն, որ փաստաթուղթը մեր երազածը չէր, բայց կար որոշակի փաստաթուղթ։ Իհարկե։ Խաղաղության համաձայնագիրը եւս մեր երազածը չէ, եւ այնտեղ կա երկրորդ հոդված, որը անձամբ ինձ չի բավարարում։ Իսկ ութերորդը բավարարում է։ Այնտեղ չօգնելու մասին է հենց գրված երկրորդ հոդվածում, եւ շատ լավ կլիներ, որպեսզի Հայաստանը կարողանար աջակցել այդ գործընթացին, բայց այս պահին օբյեկտիվորեն Հայաստանի Հանրապետությունը
հանրապետությունը ռեսուրս չունի այդ գործընթացին Լավ, ես փորձեմ այն ամենի կառավարել process-ը, Արցախի ժողովրդի իրավունքը վերանում է, այդ իրավունքը չի կարող։ Տեսեք, համաձայնվելով Մինսկի խմբի լուծարմանը, իսկ Մինսկի խումբը միակ միջազգային ինստիտուտն էր, որը զբաղվում էր Արցախյան խնդրի կարգավորումով, արդյոք նշանակում է, որ Հայաստանը համաձայնվել է, որ Ղարաբաղյան հարցը Ալիևը վերջնականապես լուծել է։ Այս պահեդրությամբ այդպես է դուրս գալիս։ Այս պահեդրությամբ Հայաստանը այո է ասում։ Հայաստանը այո է ասում էթնիկ զտման է։ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող մարդիկ այո են ասում էթնիկ զտման է, որովհետև Մինսկի խումբը միակ ԵԱՀԿ Մինսկի խումբը Արցախի կարգավիճակը հասցեագրող, Արցախի ժողովրդի հավաքական իրավունքները հասցեագրող միակ օրինական լեգիտիմ ձևաչափն է, որ գոյություն ունի։ Առանց որևէ այլ ձևաչափ ստեղծելու այդ ձևաչափը միևնույն է իրեն չէր արդարացնում, այդ դեպքում խոստովանել, շատ լավ է անում, Ռոբերտը որ ասում է լավ է անում, որ ասում է բերում է այդ մոտեցումը, որը կա Երևանում, բայց չի արդարացնումի որովհետև ես տեսնում եմ մեզ իշխանությունների վարած քաղաքականության մեջ ինչի մասին ես ասացի։ Մենք մտնում ենք մի հատ այսպես ցիկլի մեջ ընդհանրապես։ Մենք հիմա անգլիացիների ասած թափված կաթի վրա փորձում ենք լաց լինել ու դիտարկում ենք մենակ ԵԱՀԿ Մինսկի խումբը փակելու հանգամանքը։ Մենք չենք տեսնում այս process-ը մի հատ մեծ ցիկլի մեջ, երբ որ տեղի է ունենում ադրբեջանական նախապայման, սպառնալիք, շանտաժ, դրանից հետո տեղի է ունենում զիջում, հետո այդ զիջումը սկսում են ժողովրդին բացատրել, ասել, գիտեք ինչ, որ չանեին միակ այլ ընտրանքը պատերազմներ լինելու, իսկ պատերազմը պարտություն լինելու։ Դրանից հետո մինչև հաջորդ զիջում ընկած ժամանակաշրջանը ժողովրդի համախմբման, միասնականության, բաժանարար գծեր մաքրելու, ուժեղանալու գործունեություն չի ծավալվում, ֆինանսական միջոցներն էլ մենակ իշխանություն պահպանելու համար է փոշիացվում, հետո գալիս է հաջորդ զիջման ժամանակը նորից այս նույն երգերը երգում են, բայց հիմա մի քիչ ուրիշ բան են անում նաև։ Ասում են, գիտեք ինչ, այս Մինսկի խմբի փակումը մի հրաշալի բան է, այսպես է, մեր շահերից է բխում նույնիսկ, էլի այսպես են ասում։ Չեն էլ ասում, որ գիտեք ինչ, հարկադրանք է տեղի ունենում։ Գոնե խոստովանեն, ասեն, հարկադրանքի ներքո ենք դա անում, մենք էլ ասենք, դե որ հարկադրանքի ներքո եք անում, ապա իմացեք, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն հարկադրանքի տակ դրված ստորագրությունները ի սկզբանե ի բնե բան են, այսպես անվավեր են։ Հարկադրանքի ներքո է արվել։ Տեսեք, ես հիմքերի հետ համաձայն չեմ այդ վերլուծության, որի արդյունքում որ գործընկերս եկավ հասավ այդտեղ։ Նախ ֆինանսական միջոցները չեն օգտագործվում միայն իշխանության դա չի հարցի հիմնական խնդիրը, Ռոբերտ ջան։ Բազմաթիվ հարցերի մասին ասացիք Մենուալ ջան, որոնք որ բացարձակապես իրականության հետ չեն համատեղվում։ Հայաստանի Հանրապետության շահերից բխում է Հայաստանի Հանրապետությունը դուրս հանել կոնֆլիկտի տրամաբանությունից։ Դուք նշում եք, թե դա նշանակում է էթնիկ զտումը օրինականացնել կամ համաձայն լինել դրա հետ։ Բացարձակապես չի նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը այդ հարցով չի զբաղվում։ Ինչպես Արցախի ժողովրդի հարցով ով պետք է զբաղվի։ Ոնց ով է զբաղվում։ Եկել անունազգանուններ ասեք։ Արցախի ժողովրդի իրավունքների հարցով ով կարող է զբաղվել։ Հիմա ես ասեմ, կարելի է այդ միջազգային իրավունքի տեսակետից ով կարող է զբաղվել։ Ես չգիտեմ, դուք պետք է ասեք։ Միջազգային, ներկայացուցիչներ, ապրեք, շատ լավ, շատ շնորհակալություն, որ ասեցիք Արցախի ժողովրդի զտման հարցով պետք է զբաղվեն այն մարդկանց ներկայացուցիչները, ովքեր ենթարկվել են այդ զտման։ Եվ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը։ Երբ որ դուք ասում եք Արցախի իշխանությունները պետք է զբաղվեն, ես չասացի Արցախի իշխանությունները, ես ասացի Արցախի ժողովրդի ներկայացուցիչները։ Արցախի ժողովրդի, լավ, հա, կներեք, ես սխալ ասացի։ Արցախի ժողովրդի ներկայացուցիչները։ Եթե Արցախի ժողովրդի ներկայացուցիչներ ասելով նկատի ենք ունենում այն իշխանություններին, որոնց ընտրել են, կամ թեկուզ ցանկացած այլ ոք։ Հիմա այս նախաստորագրված կոչված խաղաղության կոչված համաձայնագրի 8-րդ հոդվածը, որ կոնկրետ խնդիր է դնում յուրաքանչյուր պետության առաջ, դե բնականաբար Հայաստանին է դա ավելի շատ վերաբերվում, որ մյուս կողմի հանդեպ սեպարատիզմի դրսևորում որևէ եղավ, դրա դեմ պետք է պայքար ծավալվի։ Այսինքն, որ Հայաստանում ինչ որ ներկայացուցիչներ, որ հանկարծ կխոսեն դեմ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված Ադրբեջանը այդպես կնկալու այդ պահանջը կդնի, այս պարագայում մարդիկ ազատազրկման, կալանքի ռիսկի տակ ոնց են զբաղվելու Արցախի ժողովրդի օրինական հարցերով, ով է զբաղվելու։ Նորից դուք ենթադրություն եք անում, Ադրբեջանը կնկալի այդպես պահանջը կդնի, Հայաստանը այդ պահանջը կընդունի, կկալանի, Կիկոսի մահն է դառնում։ Ինչ Կիկոսի մահը չի դառնում, որ եթե գնացել է համաձայնագիր է ստորագրել, Կիկոսի մահը չի, ասեմ ինչի, որովհետև նույն իշխանության ներկայացուցիչները, օրինակ կարող եմ ասել Ալեն Սիմոնյանը, հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության իշխանություններից բացի որևէ այլ իշխանություններ
իրենք չեն Ճիշտ է ճանաչում։ արել, Ոնց է ճիշտ արել։ այլ իշխանություններ գոյություն Բա ունեն, ով է չեն ներկայացնելու այս ժողովրդին, որ ասում եք ներկայացուցիչ։ Այո։ Ինչ որ սամազվանից մեկը պետք է ասի, ես եմ ներկայացնում։ Բա Ժողովուրդը ոնց պետք է ընտրի։ Ժողովուրդը ոնց պետք է ընտրի, եթե նրանց մի մասին արդեն ուղարկել են Ես ունեմ մի քանի հարց, որոնք ձեզ անպայման կուղեմ կարճ տեսանյութից հետո, որում խոսում են մեր համակարգացիները իրենց կարծիքն ու գնահատականն են տալիս։ Ելնելով ընդհանուր քաղաքական իրավիճակից ինքը երևի պարտադրված որոշում էր։ Պետք է չլուծարվեր ու վերջ։ Ես մեր խեղճ լավ երեխեքը չգնան, պատերազմը զոհվեն, այնի չէր մեր վիճակը։ Պետք է մնար։ Ինքը իր անելիքը արել վերջացրել էր։ Ինձ թվում է տենց պաշտպանված էին։ Կառույցը 30 տարի իր համար գոյություն ուներ, հիմա գոյություն չունի։ Всё, պրծանք այդ պատմությունը։ 30 տարի ինչ որ արեց, այն արեց, որ գոնե Ղարաբաղ էր։ Իսկ հիմա Ի վնաս արցախցիների։ դե ԵՀԿ-ն եթե տեսնում է կողմերը համաձայն են, թող համաձայնվեն, իրանք ինչի պետք է մեր հարցերը լուծեն։ Ասում են Ղարաբաղ չկա, ուրեմն այդ Մինսկի խումբը պետք է չի։ Բայց ո՞նց կա Ղարաբաղ չկա։ Ղարաբաղը կա։ Ինչքան էլ ասես չկա, բայց այդ մարդիկ ուր են, այնտեղ մարդիկ էին ապրում, ինչ եղան դրանք։ Կարող է ինքը մնալ եւ հետագա բանակցությունների բանի համար ինչ-որ անհրաժեշտություն ունենար, բայց չեմ կարծում, որ ինքը տենց մեծ քաղաքական է լինելու մեր ձեռքին։ Եթե կախված լիներ իրանցից ինչ-որ մի բան, ուրեմն մինչև հիմա այդ լուծումը տրված կլիներ։ Հայաստանի Հանրապետության գործներ չէր երևի։ Մինսկի խումբը ստեղծվել էր Ղարաբաղի հարցը կարգավորելու, որ Ղարաբաղի հետ դու գործ չունես, ինչ գործ ունես Մինսկի խումբը լուծարել։ Ես շատ կտրուկ դեմ եմ։ Զուտ դեպի խաղաղություն գնալու, եթե պայմաններից մեկը դա էր, կարծում եմ չարիքի փոքրագույններ, որ գոնե դրա գնով։ Ես չեմ հասկանում ոնց կարող է մեր Արցախը ջնջել։ Իսկ դա Արցախի հարցը լուծող կառույց էր։ Այնպես որ ես կարծում եմ, որ դա բացարձակ սխալ է։ Իրավունք ունեին Ղարաբաղը որպես ինչ որ միավոր ոնց որ Կոսովոն, դրա նախադեպը կա։ Ոչ մի ձևի հարցը չի լուծվում։ Իզուր տեղը անիմաստ խոսում։ Հիմա այդ որ Ղարաբաղը արհեստականորեն չկա, մի ստորագրությամբ լուծարվել է։ Ժամանակի ընթացքում այդ ամեն ինչը նորից մեջտեղ պետք է գա հիմնական բան չի էլի, որ ասես լուծարվել է եւ վերջ։ Չգիտեմ, ինչ որ միջոցներ կձեռնարկեն վերականգնելու։ Դու չգիտեմ, Մինսկի խումբ կլինի թե այլ ձևաչափով, բայց այդ հարցով զբաղվող ինչ որ մարմին, որ այդ մարդկանց նրանց իրավունքները վերականգնի։ Ես հիշեցնեմ Մենուայի վերջին բարձրացած թեման եւ փորձեմ ավելի սուր ձևակերպեմ այդ հարցը։ Այ օրինակ ընդամենը 3 օր առաջ Իսրայելը հարվածեց Քաթարի մայրաքաղաք Դոխային, որտեղ գտնվում էր Համազի գրասենյակը։ Մինչ այդ ամիսներ առաջ հարվածել էր Թեհրանին, որտեղ ապրում էին Հեզբոլլահի առաջնորդները։ Այդ դա հաշվի առնելով, արդյոք Երևանը ինչ-որ խնդիրներ կարող է ունենալ, եթե մարդիկ, որոնց Բաքվում համարում են սեպարատիստ, շարունակում են գործունեություն ծավալել Երևանում։ Երևանը խնդիրներ կարող է ունենալ, եթե դուրս չգա այդ կոնֆլիկտի տրամաբանությունից։ Ցավոք սրտի, ես ցավով եմ նշում, 90-ականների սկզբին հավանաբար աշխարհակաղակական իրավիճակը այդպիսին էր, Հայաստանի իշխանությունները, գուցե Արցախի այն ժամանակվա ներկայացուցիչների իշխանությունների հետ համատեղ որոշեցին, որ պետք է աշխատել Արցախը անկախ պետություն դարձնելու տրամաբանության մեջ։ Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ այդպես որոշելով հանդերձ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորումը, գործունեությունը եւ մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1 ամբողջ տրամաբանությունը եղել է հակառակը, որ Արցախը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վեճի առարկա է։ Գուցե տարածքային վեճ չի շրջապվել, բայց տրամաբանությունը եղել է այսպես։ Ռոբերտ, եթե Ալիևը ասի Հայաստանի Արցախի նախագահ կոչվածին կամ Երևանից Հայաստանից վռնդում ես, կամ ես գիտեմ ինչ եմ անելու, ինչ պետք է պատասխանելու։ Անելու է, նախապայմանը դնելու։ Հայաստանի իշխանությունները կորոշեն թե ինչ պատասխանեն, ես հուսով եմ, որ այդ Ես համոզված եմ, որ հիմա իշխանությունները ես հուսով եմ, որ այդ դեպքում Ալիևին կպատասխանեն այնպես, ինչպես պետք է պատասխանել այդ դեպքում, ասելով, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերին դու չես կարող մասնակցել։ Բայց այստեղ խնդիրը այլ է, այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն օրենքներ։ Հայաստանի Հանրապետության օրենքների շրջանակներում ցանկացած խումբ կարող է ձևավորել իր կազմակերպությունը, այդ կազմակերպության միջոցով արտահայտել իր շահերը, ընդ որում թե Հայաստանի Հանրապետությունում, թե Հայաստանի Հանրապետության դատարաններում, թե միջազգային դատարաններում, եւ դա
սեպարատիստ անվանել Հայաստանի իշխանությունները չեն կարող, որովհետև գոյություն ունեն միջազգային օրենքներ, միջազգային կարգ ու կանոն եւ այլն։ Բայց տեսեք, դուք նշեցիք, Իսրայելը հարվածում է Իրանին, հարվածում է Դոհային, Ռուսաստանը մտել է եւ օկուպացրել է Ուկրաինայի տարածքների 10%-ը։ Ուժը այս պահին միջազգային իրավունքում ամենակարևոր գործոններից մեկն է։ Իսկ այս պահին Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի տրամաբանությամբ այդ ուժը Ադրբեջանի կողմն է։ Ժամանակը քիչ է հարկադրանքի արդյունքում է ամեն ինչը տեղի ունենում։ Հարկադրանքի արդյունքում է տեղի ունենում։ Եթե այո, Արցախի կորուստը հարկադրանքի ժամանակը շատ քիչ է, եկեք ռացիոնալ հարկադրանքի արդյունքում նաև տեղի ունենում Մինսկի խմբի փակումը, որովհետև ես եմ ասում, որովհետև եթե առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ, ես ես համաձայն եմ, որ ուժն է գործոնը, միանշանակ համաձայն եմ, որ ուժն է գործոնը, բայց ուժը լեգիտիմացնելու համար վկայակոչում են իրավունքներ եւ վկայակոչում են տարբեր սկզբունքներ։ Ու հիմա երբ որ մենք զրկվում ենք այս կարևոր կռվանից, մենք զրկվում ենք այս միակ ձևաչափից, որը Արցախի ժողովրդի հավաքական իրավունքներն է հասցեագրում, դրանից հետո երբ որ տարածաշրջանում բալանս փոխվի, երբ որ մենք կարողանանք վերականգնել, երբ որ մենք կարողանանք ավելի ուժեղ լինել, այդ ժամանակ շատ ավելի ծանր է լինելու։ Այ ամբողջ խնդիրը նրանումն է, որ Ալիևը շատ լավ գիտի, որ Փաշինյանի իշխանության հետ հաշվարկը տրված է եւ նա կամած նախապատրաստվում է ապագա իշխանությունների, ազգային իշխանությունների մեր հետ մի բան է սա Ռոբերտ ջան, մեր հետ պետքա ինքը գործ ունենա ու դրա համար իր համար նպաստավոր, մեզ համար աննպաստ պայմաններ է ապահովում, հիմա այդ գործընթացն է ինքը անում, ամբողջ բանը սրա մեջ է տրամաբանությունը։ Կարելի է մի հարցես, եթե դուք նշում եք, որ ինչ-որ ժամանակ անց մենք լինենք ուժեղը, մենք լինենք շատ ինձ համոտ ամենակարևոր ուժի, ամենակարևոր ցուցանիշը եւ այլն, կհիշեցնեք դուք պատմության մասնագետ եք, կհիշեցնեք պատմական որևէ, չգիտեմ, դեպք, փաստ, որ ինչ որ մի կողմ եղել է ուժեղ եւ ունեցել է հնարավորություն, բայց ինչ որ թղթեր իրեն թույլ չեն տվել գործողություն իրականացնել։ Ես այդ հարցին հիմա չեմ կարող այսպես թղթերով բանով կոնկրետ պատասխան տալ ինչ որ թղթեր, բայց իմ հարցի ենթատեքստն այն է, որ եթե մենք կարողանանք հասնել այդ ուժի, մարդկանց քանակի եւ այլնի գերակայության, ապա որևէ թղթեր Ես պետք է հասնենք եւս երկու կարևոր հարց տալ։ Միջազգային դատարանը վճիռ է կայացրել, որով պարտադրել է Ադրբեջանին հիմքեր ստեղծել, որպեսզի արցախահայերը կարողանան կազմակերպված ձևով վերադառնան հայրենի։ Հիմա Մինսկի խմբի լուծարումը այս վճռի հետ ինչ որ հակասություն կա թե չէ եւ կարող է այդ process-ը ինչ որ շարունակություն հույս ունենանք, որ այդ process-ը կարող է իրականություն դառնալ։ Որևէ հակասություն ես չեմ տեսնում այստեղ, Մինսկի խումբը, ինչպես ասացի, միջազգային հանրության աչքում, ընդ որում բոլորի աչքում, սկսած Ռուսաստանից մինչև Արևմուտք, Չինաստան եւ այլն, եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կոնֆլիկտի առարկա, կոնֆլիկտը կարգավորող կառույց, իսկ Արցախի ձեր նշած այդ արցախահայության իրավունքների որոշումը դա մարդու անօտարելի իրավունք է, որը չի վերանում ինչ ուզում է հայտարարի Փաշինյանը, ինչ ուզում է ասի Ալիևը եւ ինչ փաստաթուղթ ուզում է ստորագրեն Հայաստանը եւ Ադրբեջանը։ Իսկ այդ վերադարձը ինչ ձևաչափով է տեղի ունենալու։ Եթե ինչ ձևաչափով են պատկերացնում արցախահայերը։ Բայց այդ է խնդիրը, եթե մարդիկ ուզում են իրանց վերադարձը ոչ թե լինի ադրբեջանական որպես քաղաքացի կամ թեկուզ ասենք գնան իրանց վրա ադրբեջանական ոստիկան լինի, ադրբեջանական դատախազ լինի, այլ մարդիկ ուզում են վերադառնալ իրենց հողերը արժանապատիվ եւ անվտանգ ձևով մի վարքան չէ, էլի կներեք, սպասեք, Վանի ու Մուշի թեման չի։ Մենք ունենք Արցախ, մենք ունենք անվտանգ Արցախ, այդ անվտանգ Արցախը կորցրեցինք։ Հիմա պետքա վերադարձնել, մի վարքան իմ հարցը խնդրում եմ անդրադառնալ, էլի։ Այդ անվտանգ ձևաչափ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի ձևաչափ է։ Եթե ընդունում եք, որ դա այդպես պետքա լինի, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի ձևաչափը ինչ որ կարգավիճակով պետքա լինի, թե չլինի։ Ու եթե այս պահի դրությամբ ունենք միջազգային դատարանի որոշում, որ պետք է այդ վերադարձը լինի, պարտավորեցնող է լինում, բայց այդ ձևաչափը հասցեագրող որևէ կառույց չունենք, ոնց են այդ մարդիկ վերադառնալու։ Արգելիս այն որոշումը, որը դուք վկայակոչում եք, եւ այն կառույցը, որը փակվել է, մեկը մյուսի հետ առնչություն չունեն։ Երևանի տեսակետից դրանք առնչություն մշտապես հայտարարվել է թե ունեն, բայց Հայաստանի բոլոր իշխանությունները խաբել են Հայաստանի ժողովրդում։ Այդ թվում այս իշխանությունը մինչև 2020 թվականը խաբել են ասելով, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը կարգավորում է Ղարաբաղի եւ Ադրբեջանի կոնֆլիկտը, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարգավորել է Հայաստանի եւ Ադրբեջանի կոնֆլիկտը։ Իսկ ձեր ենթադրությունն է, ձեր ենթադրություն չէ, փաստ չի, դա ենթադրություն է։ Դա ապացուցում է 44 օրապատերազմի ժամանակ միջազգային հանրության արձագանքով։ Փաստերն է, որովհետեւ ես նոր դրա մասին ասացի,
Հիմա թույլ տվեք ձեր Փաշինյանի հարցի իշխանությունն է բերել Թույլ տվեք ձեր հարցի ինձ թվում է պատասխանեմ։ Այն, որ դուք ասում եք, որ գոյություն ունի միջազգային դատարանի որոշում, այդ որոշումը գոյություն ունի ապահովելու համար արցախահայության իրավունքները։ Արցախահայությունը առանձին սուբյեկտ է, արցախահայությունը ունի իր իրավունքները եւ որպեսզի այդ իրավունքները ապահովեն միջազգային իրավիճակի անհրաժեշտ։ Ես մեխանիզմի մասին հարց եմ տալի, դուք չեք պատասխանում։ Ես մեկ այլ հարց։ Իլհամ Ալիևը մի քանի անգամ ասել է, որ Արցախի նախկին բնակիչները կարող են վերադառնալ, իրենց գույքը պահպանված է, զմռսված են իրենց տների դռները, թող գան եւ տնօրինեն իրենց գույքը։ Մինչդեռ իհարկե գիտենք, որ արդեն զանգվածային կերպով քանդվում են թաղամասեր եւ այլն։ Հիմա այդ հարցը ընդհանրապես ինչ որ հերանեկար ունի, ընդհանրապես իմաստ ունի այսօր դրա համար 5 հող նախապատրաստել, թե փակ հարց։ Իմաստ ունի, Արցախահայությունը պետք է շարունակի իր գործողությունները, որոնք կատարել է, բայց ոչ Երևանի օպերայի բակում, այլ օրենքով, կարգով, թե հայաստանյան թե միջազգային տեսքը հետեւյալը պետք է լինի։ Արցախահայությունը պետք է ներկայացուցիչների միջոցով նախկին ներկայացուցիչների կամ նոր ներկայացուցիչների միջոցով հայցեր ներկայացնի, փաստաթղթեր կարողանա ստանալ, հավաքի դրանք բոլորը եւ այդ ամենը նախապատրաստի այն ժամանակվան, երբ աշխարհում կլինի հավասարակշռություն, միջազգային իրավունքը նորից կլինի կարեւոր եւ հնարավոր կլինի այդ հարցին անդրադառնալ կամ ինչպես գործընկերս ասաց, երբ Հայաստանը կամ իրենք Արցախահայերը Հայաստանի Հանրապետությունում այնքան ուժ եւ ռեսուրսներ կունենան, որ կարողանան ուժի դիրքերից այդ հարցը բարձրացնել։ Եթե վերջին հարցն է, օգտվեք վերջին հնարավորությունից։ Եթե այս իշխանությունները տրամաբանությամբ առաջնորդվեին, ապա կպահպանեին Արցախի համայնքները։ Ապա կազմակերպված բնույթ տալուն այս գործընթացներին աջակցություն կցուցաբերեն։ Չունեն նման հնարավորություն։ Ոչ թե չունեն նման հնարավորություն, սա պարզապես իրենց իշխանության պահպանման միջոց է։ Արցախի հարցի փակումը գերեզմանում է իրենց իշխանության պահպանման միջոց է։ Այս իշխանությունները գործում են այդ տրամաբանությամբ։ Որևէ տրամաբանություն չեմ տեսնում։ Այս դիմումը, որ դիմել են, որ մի շատ կարևոր հանգամանք եւս դիմել են, որ լուծարվի ԵԱԿ Մինսկի խումբը, սա դելեգիտիմ դիմում է, ոչ լեգիտիմ, որովհետեւ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում իրենք քվ են ստացել, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի հարցը լուծեն եւ իրենց կառավարության ծրագրում, որը որ օրենքի ուժ ունի, 10 անգամ նշված է ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու անհրաժեշտությունը։ Ու հիմա որ ասում են, եթե չեք ուզում գնացեք հեղափոխություն արեք, այդ ծիծաղելի է պարզապես 2026 թվականի հունիսին Հայաստանի ժողովուրդը կպատասխանի։ Լեգիտիմ չէ, լեգիտիմ է, թե լեգիտիմ չէ, բայց այդպես չի լինում, էլի որ այդպես չի լինում, որ մի բան ասում ենք, օրենքի ուժ ենք տալիս, ասում ենք, եթե չեք ուզում այս օրենքը մենք չենք անում։ Եթե չեք ուզում գործի վերկացեք հեղափոխություն։ Կիպրոսի օրինակը, բազմաթիվ կիպրացիներ պահպանել են իրենց գույքի իրավունքը հաստատող փաստաթղթերը եւ մարդու իրավունքների եվրոպականի դատարանի միջոցով կարողացել են վերականգնել իրենց իրավունքները, հատուցում ստանալ կամ համենայն դեպս լուրջ առաջընթաց Կիպրոսի դեպքում կա։ Հիմա մեր դեպքում կա ինչ-որ ացիան, կան մարդիկ, կան խմբեր, ովքեր զբաղվում են, ովքեր օգնում են արցախահայերին իրավական հիմքերը պատրաստել եւ բողոքարկել եւ պահանջներ ներկայացնել Ադրբեջանի դեմ։ Հարցի հասցեատերը մենք չենք, հարցի հասցեատերը արցախցիներն են եւ այն կազմակերպություններն են, որոնք ձևավորվում են ինքնական եւ կոչված են այդ խնդիրները լուծել։ Բայց երբ որ դու ասում ես, որ դուրս է գալու այս process-ից, պետքա դուրս գա դա։ Հայաստանի Հանրապետությունը պետականորեն դուրս է գալիս Ադրբեջանի հետ կոնֆլիկտի աջակցում այս բանից, բայց Ադրբեջանը շարունակում է համարել, որ դու իր այդ կոնֆլիկտի տրամաբանության մեջ ես, եթե Հայաստանի Հանրապետությունը ինչ-որ պայման ստեղծվում է, որ այդ բաները տեղի ունենան, այդ ամենը տեղի հասարակական կազմակերպություն բացել կարող է ցանկացած մեկը։ Հասարակական կազմակերպությունը միջազգային որ գրասենյակում են բան անելու էլի։ Հիշում եք իմ հարցը, կարծում եմ կարևոր է։ Ինչպես վերականգնեն գույք, առնվազն գույքային իրավունքը։ Ուրեմն Կիպրոսի իշխանությունները ի տարբերություն Հայաստանի իշխանությունների բռնագաղթած կիպրահույների նկատմամբ ատելության, քարոզչությամբ չեն զբաղվում կամ անուղղակիորեն չեն խրախուսում, որ դա տեղի ունենա։ Նրանք ամեն ձևով աջակցում են, ամեն ձևով աջակցում են, ես տեսնում եմ։ Մտեք սոցցանցեր, նայեք, տեսեք ինչա կատարվում։ Նայեք, տեսեք ինչա կատարվում։ Հեսա այս մեր հաղորդման տակ էլ մարդիկ կհայտնվեն, կգրեն արցախցիներին։ Հայաստանի իշխանությունները ոչ մի այդպիսի պայման չեն ստեղծում, որպեսզի դա լինի։ Մենք անգամ, երբ որ մեր
քաղաքացիական որպես հասարակություն ստորագրահավաք էին կանում, մեզ ահավոր ձևով ճնշում էին, հարձակվում էին, գրասենյակ չէին տրամադրում եւ այլն եւ այլն։ Իշխանությունները Պարագայում, այո, Հայաստանի իշխանությունները, տեղական ինքնակառավարումը, որը իրենց անմիջապես կոնտրոլի տակ է գտնվում, բայելով պետք է աներ այդ ամեն ինչը։ Բազմաթիվ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ կան, ովքեր ձեր ընդդիմադիր Այդպիսի եղել են, այդպես դրան իրանց մոտ նորմալ է անցել այդ Լավ, ամեն ինչը։ հիմա արդեն ամփոփելու ժամանակն է, ես պարզապես յուրաքանչյուրից հնարավորություն կտամ մի քանի նախադասությամբ ասել այդ ինչը կցանկանայիք, որ հեռուստադիտողը ձեր այսօրվա խոսքից հիշի։ ԵՀԿ Մինսկի խումբը 2022 թվականից հետո գոնե 2022 թվականի հոկտեմբերից հետո գոնե Հայաստանի շահերին հակասող կառույց էր, որովհետև Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ուժային բալանսի խախտման եւ դրա արդյունքում տեղանոցից իրադարձությունների արդյունքում հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ ԵՀԿ Մինսկի խումբը նշանակում էր կոնֆլիկտը շարունակել Ադրբեջանի հետ։ Դա Հայաստանի Հանրապետությանը պետք չէր եւ դա չի վերացնում արցախցիների իրավունքները եւ Հայաստանի Հանրապետությունը չէր կարող վերացնել որևէ մեկի։ Ռոբերտ, ասում ենք հասանք մեր նպատակին, Մինսկի խումբը լուծարվեց, դուք ասեք։ Այսպես ասեմ, նախ Մինսկի խումբը փոխանակվեց Նիսիա խաղաղության պայմանագրի հետ, որը որ պարզել չի, ստորագրվելու է թե չէ, խաղաղություն լինելու է թե չէ։ Մինսկի խմբի լուծարման դիմումը ոչ լեգիտիմ դիմում է, հակասում է Հայաստանի օրենսդրությանը, կառավարության ծրագրին եւ հակասում է նաեւ ՄԱԿ-ի կանոնադրությանը, որտեղ ժողովրդների ինքնորոշման իրավունքը դրված է որպես նպատակ, այն հարկադրանքի արդյունքում տեղի ունեցող գործընթաց է եւ ի բնե անվավեր պետք է լինի եւ թեկուզ եւ Ալիևը շատ լավ գիտի, որ հարցը սրանով փակված չի, ինքը ուզում է այս կառույցի լուծարմամբ իր համար հետագայում Հայաստանի հետագա նորմալ ազգային իշխանությունների հետ բանակցելու նպաստավոր միջավայր ստեղծել։ Միայն ԵՀԿ Մինսկի խումբը գոնե վերջին 3 տարիներին ինքնորոշման իրավունքի հետ որևէ առնչություն չուներ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցներս Հայակվե քաղաքացիական միավորման ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանն էր եւ Ռոբերտ Ղևոնդյանը, քաղաքագետ վերլուծաբան։